Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ այս պահին դիտողներ, այսօր խոսելու ենք, թե ինչպես է արտահայտվում ամանորի կամ կաղանդի խորհրդաբանությունը պոեզիայի լեզվով, մեր դիտակետում պոլսահայ բանաստեղծ Զահրատի «Կաղանդի տոպրակները» վերնագրով նոր ժողովածուն է, որը հիմա իմ ձեռքում է, եթե մեզ դիտում եք, ապա այս գիրքն է այսպիսի տեսք ունի, այսպիսի գեղեցիկ հետաքրքիր կազմով։ Մենք այս գրքի մասին ենք այսօր խոսելու, գրքի կազմող եւ հրատարակության պատրաստող գրող բանաստեղծ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Գալստյանի հետ, ով մեր հաղորդման հյուրն է այսօր։ Շնորհակալություն Գոհար, մեզ հյուրընկալվելու համար։ Սիրելի Նազելի։ Ինչպես ծնվեց կաղանդի թեմայով առանձին ժողովածու կազմելու գաղափարը, սա հետաքրքիր է, թե Զահրատի նախնական մտահաղացումն է եղել, թե որպես հետազոտողի ձեր այսպես Զահրատի ժառանգությունը ամբողջացնելու եւ բացահայտելու գործն է։ Սիրելի Նազելի, շատ շնորհակալ եմ, որ առիթ ունեմ խոսելու այս նոր տպագրված ժողովածուի մասին։ Կհիշես, մենք անցյալ տարի հենց Զահրատի 100-ամյակի տարվա եզրափակիչ առիթով ցուցադրություն էր բացվել Զահրատին նվիրված եւ ձեր հյուրն էի դարձյալ, Զահրատի թեմայով խոսեցինք։ Այո, եւ այդ ժամանակ արդեն որպես Կաղանդի նախաշեմին պահված լավ, ուրեմն ցանկություն, բարի երազանք, այս ժողովածուն իմ մտահղացման ուրեմն ծիրում էր։ Բանաստեղծությունները Զահրատի բոլոր տպագրված ժողովածուներից հավաքել եմ, դրանք ուրեմն իր ողջության օրոք տպված ժողովածուներն են եւ իր մահվանից հետո տպագրված իր ձեռքով կազմած իրենից հետո կնոջ կողմից տպագրված Դդումի համը ժողովածուից եւ երկու անտիպ ժողովածուներ, որոնք դարձյալ իր երջանկահիշատակ կինը տպագրեց եւ ի հավելում են դրան, ուրեմն Մարմարայի թվային ուրեմն արխիվից օգտվել եմ եւ այնտեղից եմ դուրս բերել Կաղանդին նվիրված բանաստեղծություններ։ Այսինքն այս ժողովածույում հավաքված են հնարավորինս Կաղանդի թեմայով եւ այդ օրերին գրված դրան այդ տրամադրությամբ բանաստեղծություններ, որոնք ընդհանուր կազմում են 51 բանաստեղծություն, շարքերը հենց բանաստեղծական ժողովածուների վերնագրերով են եւ իրար հաջորդում են ժամանակագրությամբ իրենց հրատարակման, այսինքն դրանք դառնում են բաժիններ։ Եվ վերջում հավելյալ այդ բաժինը, որը Մարմարայից է։ Այս գրքում նախ գիրքը առիթ է հերթական անգամ նորից հանդիպելու Զահրատին եւ հրավեր է մտնելու Զահրատի բանաստեղծական աշխարհը եւ չեմ ասի թե սպառիչ է, որովհետեւ թեմայի շուրջ հավաքված այս բանաստեղծությունները միջնորդ պիտի լինեն շատ սիրելի բանաստեղծի մյուս գործերը փնտրելու կարդալու։ Այսինքն սա ընտրովի բանաստեղծությունների ժողովածու է։ Եվ այս տոնական օրերին իսկական նվեր մեր լավ ընթերցողներին։ Շատ լավ, Գոհար, դուք շատ եք հետազոտել Զահրատի այսպես ստեղծագործական աշխարհը, գիտեք իր մասին ամեն ինչ։ Ինչու է նա հատկապես այդքան շատ բանաստեղծություններ նվիրել Կաղանդին, ձեր կարծիքով։ Հետաքրքիր հարց եք տալիս եւ պիտի ասեմ, որ իրենց միջավայրում հատկապես Պոլսի այդ սերունդը, Զահրատի սերունդը, որովհետեւ մյուսներն էլ ունեն Կաղանդին նվիրված բանաստեղծություններ։ Այնտեղ ընդունված է եղել Կաղանդին ձոներ նվիրել։ Իսկ Զահրատի դեպքում սա առանձնահատուկ մի բան է եւ նախ իր մարդկային էությունը, այն բարությունը Զահրատի մեջ որ կա, այն պատրանքի, այն երազանքի ձգտող բանաստեղծի կերպարը, որ հենց Զահրատն է, պիտի որ այսպիսի ուրեմն մղումներ ունենար տոնի առիթով այսպիսի բանաստեղծություններ գրեր։ Ասեմ, որ Զահրատի բանաստեղծություններից շատերը, որոնք ուրեմն հենց առաջին ժողովածույում Հայաստանում տպագրված 78 թվականին մեծ քաղաքը փոքր գրքույկը որ կար, այնտեղից պիտի որ ծանոթ լինեն։ Եվ այդ Կաղանդի ծառմը շտկելու համար երկու բան պետք է, նախ ծառմը, հետո զարդերն իր վրան։
Եվ այս բանաստեղծությունների շարքերից ծանոթ բաներ անպայման պիտի ընթերցողը այստեղ գտնի, բայց շատ անծանոթ եւ շատ նուրբ ու առանձնահատուկ գործեր կան։ Այ կաղանդի խորհրդաբանությունը, ծառից սկսած մինչև զարդարանքներ, կաղանդ պապայի կերպարը, որ մերթ հումորով ասում է մորուքդ ճերմակ է ալուրի նման, մորուքեդ հաց կշինվի։ Եվ այս ենթաշերտերում շատ հետաքրքիր փիլիսոփայական խորքեր ունի, բայց առաջին հայացքից շատ խնդուն հետաքրքիր մի բանաստեղծություն է, նույնիսկ թվում է թե մանկական բանաստեղծություն է։ Եվ նույն կաղանդ պապան ասում է գար անուշապուր բերեր ուտեինք ու չվերջանար։ Դա տոնականության զգացումի մասին մանկական երազանքները եւ պատահական չէ, հենց ամանորը մեր մանկության հետ է, չէ, սերտորեն առանց։ Այո, իսկ արդյոք այնտեղ կային խոհեր, մտքեր ապագայի հետ կապված, այսինքն դուք քիչ առաջ անպայմանորեն կան ապագայի հետ կապված։ Եվ հենց այս բանաստեղծությունը, որը հիշատակեցի, այնտեղ էլ ասում է աղվոր օրերու հավատքը գալիք աղվոր օրերու, այսինքն զարդարանքներից բացի նաև այդ հավատքը գալիք աղվոր օրերու մեր մեջ պիտի փայփայենք։ Եվ բանաստեղծությունների մեջ ինքը մտերմանում է այդ կաղանդի տոնի յուրաքանչյուր սպասողի հետ։ Ինքը եւ դառնում է այդ խորհրդաբանության մեջ կաղանդ պապա եւ դառնում է կաղանդի ծառ եւ հետաքրքիր զուգահեռներով իր ապրումը, իր սերը բերում ուրեմն անցկացնում է այդ կաղանդի տոնի, այդ ծառի խորհրդաբանության այդ առանցքով եւ ընդհանուր Զահրատի այս բարի ուղերձները այն ասես ինքը կաղանդին սպասող մարդկանց բոլորի ձեռքերը բռնած անցկացնում է նախաշեմը, որ հաջորդ տարին բարի լինի։ Ասում է բարի կաղանդ ըսի քեզի, բարի տարի ըսիր ինձի, եւ հողը լսեց ու եղևին մբուսավ։ Եվ ասում է այսքան բարին եթե շատ էր, հնարավոր չէ որ արդեն տարին բարի չգար։ Այսինքն խոսքի ուժը, որ բանաստեղծի համար շատ կարևոր է, Զահրատի համար առանձնահատուկ է եւ ինքը մի բանաստեղծություն ունի, որը այս ժողովածուում իհարկե չկա, այնտեղ էլ ասում է հայրը աղջկան ասավ մարդիկ չար են, թքեց գետնին եւ ծառից ատելության ծառը բուսավ։ Տեսեք հակադրությունը, հիմա էլ ասում է բարի կաղանդսի քեզի եւ բարին շատացավ ու բարին բուսավ։ Այսինքն մեր խոսքը ընդհանրապես, մեր այսօրվա այս պառակտված աշխարհի, մեր իրականության, թերահավատության, այսքան ստրեսային ու փոփոխական ժամանակներում շատ կարևոր է այսպիսի ուղեկից ունենալ այս օրերին։ Եվ իսկապես, երբ որ մարդը հավատով է գնում դեպի նախադուռը որևէ բանի, իսկապես էլ ինչ-որ բարի բան է գալիս դեպի իրեն։ Եվ այդքանով արդիական է այս գիրքը մեզ համար։ Այո, ամեն ինչով է արդիական։ Ասում է աղվոր բաներ կպատահին, աղվոր բաներ երբ պատահին, ջութակ մհին կթոթափի իր խուլ փոշին, կնվագե մեր մանկության երգերեն մին։ Աղվոր բաներ կպատահին, աղվոր բաներ երբ պատահին, վտակ մհին, որուն հունն է չորցած, ցամքած, կարթնա իր չոր թմբիրեն ու կհոսի գլգլալեն։ Աղվոր բաներ երբ պատահին, աղվոր բաներ կպատահին։ Այսինքն ինչ ուղերձ տվեցիր, այն էլ կկատարվի քո շուրջ։ Այո, մենք հիշում ենք իր նախորդ այսպես բանաստեղծությունների շարքից Կիկոյի կերպարը, այդ մարդկային այդ պարզ ճակատագիր ունեցող այդ կերպարը ու հետաքրքիր է, այստեղ նույնպես իր այդ հումորային զգաց դրսևորումները կան, այդ քնքշությունը, այդ հումորը։ Իհարկե կա, եւ գաղտնիք չէ Կիկոն հենց ինքն է, սիրելի Նազելի։ Ես այդ մասին նույնիսկ գրել եմ եւ ապացուցման կարիք էլ չունի, որտեվ ինքն է վկայում, որ ինքն է Կիկոն։ Ինքը տողեր ունի այդպիսի եւ շատ նման է իրեն այդ բարի միամիտ մանկության այդ պարզությունը իր մեջ պահպանած մարդու կերպարը, որը պարզապես պարզ է նայում աշխարհին։
Սովորաբար ասում են փոքր մարդու, այդպես ինքն էլ ասում է, պստիկ մարդոց համար դժվար կլինի մեծ քաղաքում, հենց առաջին բանաստեղծության մեջ, բայց այնուամենայնիվ մարդու փոքրությունը պարզության մասին է խոսքը։ Պարզ մարդիկ, որոնք մեր շուրջը առատորեն կան, եւ շատ լավ սպասելիքներ կան մարդու այդ տեսակից, իսկապես աշխարհը այդ տեսակի մարդկանց վրա է այսօր հիմնվում, հենվում, այսպես ասած։ Եկեք խոսենք ձեր աշխատանքի մասին մի փոքր, որպես ավագ գիտաշխատող, ինչ աշխատանք եք տարել այս գիրքը այսպես մեր սեղանին դնելու համար եւ արդյոք կային այնտեղ նոր բացահայտումներ, որոնք դուք արել եք ձեզ համար։ Ասեմ սիրելի Նազելի, որ երբ դու ստանձնում ես որևէ գրողի արխիվը գիտական մշակման ենթարկել, թանգարանային աշխատողի, գիտաշխատողի գործը հենց դա է։ Հիմա կոչվում ենք հետազոտողներ, թանգարանային հետազոտողներ։ Ուրեմն արխիվը մշակելու ընթացքում դու այնքան անմիջականորեն է շփվում հեղինակի հետ, որ ասես կենթանի ներկայություն է։ Եվ երբ դա Զահրատի նման մեկն է, դառնում է քո ամենօրյա կենթանի ընկերը։ Բնականաբար այսպիսի աշխատանքի ընթացքում դու քո պարտականությունը կատարելուն զուգահեռ, իսկ դա դասակարգելն է արխիվը, համակարգված ներկայացնել ցուցակագրված, բոլոր նյութերը անոտացված, ընթերցում ես բոլոր իր ուրեմն ձեռագրերը, անտիպ է, անտիպ չէ, նամակները ումից է, ինչ բովանդակությամբ, պատկերացնում ես ամբողջ ժամանակաշրջանը եւ ձեռագրային, հուշային մասերը, նկարներ եւ այլն, ինչ որ կա հեղինակից, հասնում ես մամուլին, իդեպ մամուլը վերջում ենք մշակում, բայց սովորաբար բերում ենք, կարդում ենք նախապես, որպեսզի ժամանակաշրջանի շունչը ավելի ճշգրիտ զգաս։ Եվ մամուլն ենք նույն կերպ մշակում, իսկ Զահրատի մամուլը բավականին հարուստ էր, շատ հետաքրքիր հոդվածներ, հրապարակումներ, հարցազրույցներ։ Ես ասեմ, որ մշակման ընթացքում նաև իր հարցազրույցներից շատ հետաքրքիր խաղաբերումներով իր պարզ խոսքը դարձրեցի իրար հաջորդող գրականության, բանաստեղծելու արվեստի մասին եւ գրական թերթում դա էլ հրապարակեցի, պարզապես անմիջական խոսք Զահրատից, իսկ դա շատ տասնյակ ավելի հարցազրույցներից խաղաբերված։ Իսկ ինչու դա չընդգրկեցիք գրքում։ Դա գիտեք Նազենի ջան, գիրքը մի տեսակ նվիրական այսպես առանձնահատուկ մի բան էր եւ ասեմ ձեզ գրքի մասին նորից շատ կարեւոր բան ասեմ, դա կլիներ գիտական հրատարակություն է եւ գիտական հրատարակություն եւ նաեւ կահանդի այն մոգական մթնոլորտը, որ առաջանում է դրա շուրջ, կարծեմ կոտրել պետք չէր։ Այո։ Եվ չմոռանամ ասել, որ գիրքը Հովանավորի, ուրեմն Հովանավորությամբ է տպվել, իսկ Հովանավորը բանաստեղծ է, հրաշալի բանաստեղծ մեր Սոնավանը, որ պարզապես հրաշք էր դա էլ իմ երազանքներից մեկը, որ ինչ որ մեկը կարողանա դա անել եւ արագ անել, եւ որովհետեւ նախապես ուրիշ մեկը պիտի Հովանավոր էր։ Փաստորեն սա 3 բանաստեղծների համագործակցություն է։ Գոհար Գալստյան, Սոնավան եւ Զահրատ։ Այո, եւ շատ շնորհակալ եմ Սոնային, եւ չմոռանամ ասել նույնքան բանաստեղծական մասնակցություն է գրքի կազմի ձևավորողի Սարգիս Հովանեսյանի ուրեմն մասնակցությունը, որ թափանցիկ այդպես հրավիրող Զահրատի բանաստեղծական աշխարհը իր աչքերի ժպիտն է ակնարկ հեղինակին եւ կանաչի մեջ կանաչ եղևնու գույնը, այո, այդ գույնը։ Մի խոսքով իսկ նոր գործեր կան այստեղ տպագրված, որոնք երբևէ չեն տպագրվել։ Նոր գործեր համարենք մամուլի այդ ժողովածուներից դուրսը, նախ անկեղծորեն ասենք, որ հայաստանյան ընթերցողի համար մեծ մասը չընթերցված բանաստեղծություններ են։
Մենք նախապես խոսում էինք Արասի հրատարակությունից, այ երկհատորյակը, որը 2006-ին Այո, այո։ Զարատի ողջության օրոք արեց։ Այո, հրաշալի բան է։ տպագրություն էր, այո։ Ես մեկ ուրիշ հարցազրույցի մեջ խոստովանեցի, որ մենք դա կրկնելու եւ եւս երկուսի կարիքն ունենք, այսինքն 4 հատորով մենք կարող ենք ամբողջացնել Զահրատի ամբողջ Համենայնդեպս բանաստեղծական Հայաստանում ժառանգությունը։ ամբողջական տպագրություն չի եղել, չէ՞։ Եվ դրա կարիքը կա։ Չէ, 100-ամյակի օրոք փաստորեն երկու տեսակի 100 բանաստեղծություն ընտրանիներ տպվեցին, որ ես տեղյակ եմ։ Մեկը մեր գրականության եւ արվեստի թանգարանը, իդեպ սա էլ մեր գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակությունն է, չմոռանամ ասել, որովհետեւ թանգարանն ինքն էլ շատ նախանձախնդիր է, որ մեզ մոտ պահվող, ուրեմն հեղինակները, արխիվը մեզ մոտ պահվող հեղինակներին կարողանանք մենք անդրադառնալ պարբերաբար եւ կարծեմ այսպիսի հավաքածու անելը թանգարանին շատ սազական է, այդպես թեմատիկ հավաքածու։ Ասեմ Զահրատը որքան որ հետաքրքիր է իր առանձնահատկություններով, բազում արժանինքներով եւ ոճի եւ ուրեմն քիչ բառերով շատ բան ասելու իր կարողության եւ հումորի, մի խոսքով տաղանդավոր մի բանաստեղծ յուրահատուկ, որին չես խառնի, չես շփոթի ուրիշ բանաստեղծների հետ։ Իր նման կարող է փորձեն գրել, բայց ինքը առանձնահատուկ է։ Իսկ կարող եք 1-2 բառով ասել, թե ինչը ձեզ բերեց դեպի Զահրատ, ընդհանրապես Զահրատին հետազոտելու։ Որ նախ Նազելի ջան, թանգարանում աշխատել մեկ բանաստեղծության արդյունքում։ Դե շատ բանաստեղծությունների արդյունքում, իր կերպարի արդյունքում։ Իդեպ իր բանաստեղծությունն ու իր էությունը անտրոհելի միասնական են։ Բարության խմորից, լույսից խմորված մի մարդ։ Եվ պատահական չէ էլի, որ իր բանաստեղծությունն ու ինքը այդքան նույնական են։ Պատահում է այդպես։ Ես իմ թանգարանային աշխատանքի հերթական նոր հեղինակը պիտի վերցնեի մշակելու եւ վերցրեցի Զահրատ, մի քիչ ինքս իմ կամքով գնացի դրան, որտեվ անմշակ արխիվ էր եւ երբ իմացա ընտրություն անելու հնարավորություն ունեմ, ինքս ուզեցի, որովհետեւ գաղտնիք չէ, որպես բանաստեղծ չէի կարող չսիրել Զահրատին։ Բայց խոստովանեմ նույնքան քիչ գիտեի, որքան որ հայաստանյան այսօրվա մեր ընթերցողները, մինչեւ արխիվին ծանոթանալը։ Մի մտահոգություն կա, համեցեք, շարունակեք հետո։ Ուղղակի ընթացքում, երբ որ արդեն հիմնականում պոսում տպագրված իր ժողովածուները, երբ որ քեզ հասու են ձեռքիդ տակ են, դու աշխատում ես եւ դե արխիվի իր ձեռագրերի ու նյութերի հետ եւ գրքերը ունես ձեռքիդ տակ, դա արդեն լրիվ ուրիշ ընթերցում է եւ հազարերորդ անգամ ընթերցելով դու տեսնում ես, որ նոր բան բացահայտեցիր։ Այնց համար այս գրքի ծնունդը կապված է ուրեմն իր կաղանչեք բանաստեղծության հերթական ընթերցման հետ։ Վերջին տողերն էի կարդում եւ ավարտվում է 100 կաղանդալ կսպասեմ, գիտնամ միայն, որ դու գիտես, թե կսպասեմ սիրելիս։ Ես սա նորից կրկնեցի բարձր ու հասկացա, որ մոտենում է Զահրատի 100-ամյակը եւ Զահրատը սպասում է մեզ։ Ինչ ենք անելու։ Եվ պատկերացրեք բավականին դժվար էր համակարգել, հերթով ուրեմն դասակարգել, թե որ անելիքն է առաջնայինը, սկսեցի հոդվածների շարքով բնականաբար եւ էլի առաջինը 2003-ի տարեվերջներ, ես անդրադարձել եմ կաղանդի բանաստեղծություններին, շատ հետաքրքիր է։ Ուզեցի այդպես սկսել զուտ նրա համար, որ ազդարարեմ, որ եկող տարին 100-ամյակն է։ Եվ ահա տարին անցավ ու դա երազանքս իրագործվեց փաստորեն։ Գոհար, ես ուզում էի ձեզ իմ մտահոգության մասին այսպես կիսվել, խոսել, քանի որ գիտենք ընդհանրապես մարդիկ պոեզիա շատ քիչ են կարդում, մասսայականորեն ու նաև քիչ են կարդում հատկապես արևմտահայ պոեզիա, ինչպես եք տեսնում ընդհանրապես ոնց կարող ենք մենք մարդուն բերել, մեր հասարակությանը բերել դեպի պոեզիա, դեպի լեզուն, նաև արևմտահայերեն, ինչու ոչ։ Ինչ լավ հարց տվեցիք Նազելի ջան։ Ուրեմն գրքի շնորհանդեսը երբ անում էինք, դա նախախնամությամբ տնօրինվեց,
մեր գեղարվեստական հայտագիրը, այսպես ասած, ապահովեց Սունդուկյանի անվան թատրոնի ուրեմն դերասան Արամ Կոստանյանը եւ հրաշալի ինքը լեզվակիր ընթերցեց Զահրատ այս ժողովածուից 1 տասնյակ բանաստեղծություն դահլիճում բեմից հնչեց եւ գիտեք այնքան տպավորված էին բոլորը հենց լսելով հաճախ պիտի հնչի եւ պիտի հնարավորինս լավ ընթերցեն արևմտահայերենը առանց աղավաղման լեզվակիրների համար դա ավելի դյուրին է բնականաբար եւ ավելի ճիշտ է պիտի լինեն այդպիսի հաղորդումներ գեղարվեստական հաղորդումներ որոնք պարզ ներկայացնեն եւ ընտրովի առանձնահատուկ ոչ շատ ոչ քիչ ճիշտ չափի մեջ ժամանակային եւ գուցե խոսեն հեղինակի մասին կարճ եւ բանաստեղծությունները ընթերցվի անելիք կա հենց մեր հանրային ռադիոն ունի այդ հնարավորությունը եւ լավ կլինի եթե օգտագործենք դա ի վերջո չկա մեկը որ կարդա որ մատուցես փոխանցես եւ չհիանա Զահրատով եւ հիացմունքը դեռ մի կողմ մարդու ներսում բան է փոխվում մարդը այդ գեղագիտական դաշտ է մտնում եւ ուզում է խոսել այդպես այդքան գեղեցիկ պատկերներով այդքան նրբանկատ լինել որովհետև Զահրատը բաներ է տեսնում որը մարդը նայում է ու չի տեսնում իսկ հնարավոր է այդ բանաստեղծությունը հենց մարդու խնդիրների մասին նաև խոսի անպայման իր ներսում կուտակված դժվարությունների մասին չգիտեմ հազար ու մի բան այսօր մարդիկ տարին ավարտվում է եւ շատ շատերը այսպես ունեն տխուր տրամադրություններ, տհաճ իրավիճակներ, որը նաև ինչ որ ձևով կամոքի, չէ, որ պոեզիան նաև ամոքիչ ինչ որ մի բան ունի իր մեջ։ Գեցես Նազինի ջան։ Ուրեմն որքան որ տոնական է թեման, այնքան էլ այդ տոնի ներսում այդ փայլերի մեջ ոչ միայն ուրախությունն է արտացոլվում, այլ նաև միայնակ մարդկանց թախիծը, ձանձրույթը այդ օրերի, նաև հիասթափությունը Բայց Զահրատը լավ ուղեկից է, ինքը ասում է բանաստեղծը չի ստե, ամենքով պիտի անցնենք և դրական սպասելիքները արդարացնելու հնարավորություններով լի, ուրեմն համոզիչ փաստարկներ է բերում և վերջում ասում է բանաստեղծը չի ստի և իսկապես այդպես է Եթե մարդը հավատով է քայլում, որևէ գործ հավատով է անում, իսկապես արդյունքը լավն է լինում։ Ի վերջո մեզնից է կախված։ Ամրանանք եւ ամրացնենք եղևինները բոլոր ասում է։ Չլա որ տոնը գա եւ մենք չլինենք պատրաստ։ Դա ինչ է նշանակում ամրացնենք մեր բոլոր եղևնիները։ Եղևնիները, այո, եւ հետո ասում է ամրանանք եւ ամրացնենք մեր եսերը։ Դա էլ է ասում, այսինքն մենք ինքներս մեր առանցքը շտկենք տեսեք ինչ կարևոր բաներ է ասում եւ մի բանաստեղծություն վերջում կկարդամ որ այ քո ասացի այդ ուղերձները ներսում կա եւ դա նախատեսել էի որ կարդամ որովհետեւ մեր ժամանակների համար ճշգրիտ դիտարկումներով ասես մեր ձեռքը բռնած ուզում է տանել առաջ Զահրատը եւ Այս խորհրդաբանության մեջ Զահրատի բոլոր ուրեմն խորհրդանիշները բոլորիս համար շատ նվիրական են, շատ սիրելի են, բոլորիս իրականության մասն են եւ ավանդույթի մասին է գրում, ասենք իրենց ավանդույթով ժամը 12-ին լույսերն անջատվում են։ Եվ այդ հեքիաթը, այդ 12-ի հետ կապված, այդ մթության հետ կապված պատմություններ ունի, հումորով շատ գեղեցիկ Այդ իր վաղ շրջանի անտիպների մեջ, որը հետո է հրատարակվել եւ էլի քիչ մարդկանց է հասու, կան գանձեր, շատ գեղեցիկ բանաստեղծություններ, որոնք ընթերցել է պետք։ Գոհար, մի հարց էլ կա, որը կապված է իր ինքնության, այսինքն այն տարածքում, որտեղ ինքը ծնվել է, ապրել, ստեղծագործել, դա գիտենք, որ Պոլսո այսպես միջավայրն է, դա
Արդյոք դա ինչ որ մի դեր կատարում է նաև, որ այդպես ամբողջ ուշադրությունը լինի կաղանդին, քանի որ դե գիտենք իսլամական երկիր է, իսկ իսլամական երկրում ապրող քրիստոնյաները ավելի շատ են, չէ՞, քրիստոնեական տոների վրա այսպես ուշադրություն դարձնում։ Դա բացատրվում է այդպես։ Իհարկե, որովհետև հայ համայնքը իրենց թաղամասը, այդ նշանթաշը պիտի որ իրար իմի եկած լինեն հայությունը եւ այնտեղ բնականաբար համայնքի նման էլ պիտի տոները տոնեն, տոները նշեն միասին եւ անշուշտ այդպես պիտի լիներ։ Քիչմը կաղանդ, քիչմը զատիկ ասում է, քիչմը պսակ տաղավար, այս բոլոր տոների ձոնն եմ ես։ Եվ ասում եմ մի կապույտ աշխարհ կա, որտեղ ձեր ձեռքը բռնած ես էլ կգամ ու այդ աշխարհում էլ հոնեմ ես։ Այսինքն Զահրատը բոլոր լավ իրադարձությունների զգացվում էր իր քրիստոնյան լինելը, ինքը շեշտում էր, ոչ, կարծում եմ, չէ՞, այդպես։ Գիտեք, ինքը երբեք չի ցուցադրել կրոնական պատկանելիության առաջին պլան չի բերում, բայց ինքը եւ քրիստոնյան է, ունի երկու մոմը, որ Տիրամոր պատկերի առաջ երկու մոմ վառեցի, մեկը ինձ համար, մեկն ալ դու գիտես թե ում համար, իր սիրելիի համար է վառում մոմը, եւ անշուշտ Զահրատի պոեզիայի մեջ արկա են բոլոր այդ ուրեմն ազգային առանձնահատկությունները, խորց չէ ոչինչ։ Գիտեք ինչն է տարբեր Զահրատի մոտ։ Զահրատը չի ցուցադրում որևէ բան ազգային, զուտ նրա համար, որ ինքը ինչ որ ներքին բավարարություն ստանա դրանից։ Ինքը դրա կրողն է, դա ինքնին այդպես է, եւ ինքը երբ որ խոսում է իր լեզվի մասին, իսկ ինքը միշտ ստեղծագործել է միայն հայերեն, եւ իր լեզուն անվանում է մեծազգանչ։ Պարտադիր է, որ ինքը ասի հայոց լեզու, որ մենք հասկանանք, որ այդ զինվորները, այն մաշտոցյան գրերը, որոնք մեզ ուղեկցում են ամենուր, մեր ուժն են, մեր ամեն ինչն են։ Հասկանում եք, ինքը համամարտկային լեզվով խոսում է մեր ցավից, մեր ուրախությունից, մեր տեսակից, մեր առանձնահատկությունից եւ դրանով ոչ միայն մեր, կարծում եմ համամարտկային է, այո, համամարտկային, բոլորին է ուղղված, այո, եւ դրա համար ինքը մշտական ընթեռնելի հեղինակ է։ Փորձենք ամփոփել Գոհար, ըստ ձեզ, եթե այսպես ամբողջացնենք մեր այսօրվա զրույցը ու նաև փորձենք ինչ որ մի բան ընտրել, գրքի որ գլխավոր падգամը եւ ինչը պետք է մարդը հանի, այսպես պատկերավոր ասած, այս տոպրակից իր համար եւ գիրքը փակելուց առաջ, այսպես։ Գիտեք, գանձատուփից դժվար է ասել, թե հատկապես որը հանես գանձատուփից։ Որն էլ վերցնենք, որը այսօր հատկապես մեզ անհրաժեշտ է։ Ես խոստացա կարդալ եւ կկարդամ այդ բանաստեղծությունը, այնտեղ այդ կարգի ուղերձ կա։ Եվ մենք մեր հաղորդումը կամփոփենք երևի թե ձեր բանաստեղծությամբ, ձեր ընթերցմամբ ավելի շուտ։ Համեցեք։ Ըստ ծերուկ Կաղանդ պապային ներկան գոյակցություն է հիշատակներու եւ մաղթանքներու։ Երբ անցյալեն ոչինչ կա իբրև հուշ, կա ոչինչ ապագայեն ակնկալիք, չկա ներկա։ Ու Կաղանդ պապան կանցնի կերթա առանց կանգ առնելու։ Գալ տարի այս ատեն նորեն կուգա արդյոք, հայտնի չէ, ով գիտե։ Իսկ կարելի է արդյոք մեկ տարվան մեջ բավականաչափ հիշատակ անբարել, չմնալու համար առանց ներկայի, ունենալ քիչմը ապագայի մաղթանք, չլա որ նորեն անցնի երթա Կաղանդ պապան առանց հանդիպելու։ Դե այս բանաստեղծությամբ էլ մենք մեր ռադիոլսողին եւ բոլորին ցանկանանք, որ ոչ միայն պետք է ուղղակի տոնականությունը նշել, այլ նաև
պիտի նաև պոեզիային, նաև մտածելուն, խորհրդածելուն, այդպես չէ, գնալ, որպեսզի մեր կյանքում մենք այսպես ավելի հեշտ կարողանանք հաղթահարել բոլոր տեսակի դժվարությունները, գուցե։ Շնորհակալություն Գոհար հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի ռադիո լսող, իմ հյուրն այսօր գրող, բանաստեղծ, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Գալստյանն էր։ Մենք խոսում էինք Զահրատի Կաղանդի տոպրակներ վերնագրով նոր ժողովածուի մասին, որը դուք կարող եք ձեռք բերել արդեն գրախանութներից։ Իսկ զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն